Աշխարհում կոոպերատիվ սեկտորը շարունակում է զարգանալ։ Գյուղատնտեսական կոոպերատիվը միավորում է գյուղմթերք արտադրողներին հողի մշակության եւ համատեղ տեխնիկայի օգտագործման միջոցով։ Կոոպերատիվի ստեղծումը այլընտրանք չունի, եթե խոսում են գյուղատնտեսության զարգացման մասին համոզված է կառավարության ղեկավարը։ Իհարկե, որոշումը հող օգտագործողներինն է։ Պետությունը պարզապես նախաձեռնում եւ կազմակերպչական աշխատանքներն է ապահովում։ Կոոպերատիվ տնտեսության առաջին նմուշը Թալիշի համայնքում է կիրառվել։ Դրական առաջին արդյունքներն արդեն ունեն։ Թալիշի փորձի աշխարհումով կոոպերատիվ հիմնելու առաջարկով արդեն հանդես են եկել Մատախիսում։ Հետսեպականաշնորհման ժամանակահատվածում ձևավորված գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն ու մասնատված հողաբաժինները սահմանափակում են զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Արա Հարությունյանը համոզված է, որ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման ու մրցունակության բարձրացման տեսանկյունից գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեությունը արդյունավետ է։ Գործադիրի ղեկավարը մեջբերել է նաև հայաստանյան փորձը՝ շուրջ 200 գյուղացիական կոոպերատիվներ, ինչ տարբերակ կընտրեն ճարտարցիները, ժամանակը ցույց կտա։ Կոոպերատիվի մեջ մտնելու առաջին առաջարկը հնչել է համագյուղացի բարերարի կողմից։ Վլադիմիր Ավագյանը հույս է հայտնել, որ կոլեկտիվ աշխատանքի արդյունքում ճարտարի երբեմնի փառքը կվերականգնվի։ Բարերարի իր գործուն աջակցությունն է ունենում նաև ներհամայնքային խնդիրները լուծելու հարցում։ Ղարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամը, որը համակարգում է իրականացվող լայնածավալ աշխատանքները, միայն ճարտարով չի սահմանափակվում։ Ղարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամը հասցրել է իրականացնել ճարտար համայնքում մոտ 7000 քառակուսի մետր ճանապարհ, կառուցում է 50 տեղանոց մանկապարտեզ, նաև նախատեսում ենք 13 համայնքում կատարել ճանապարհաշինարային աշխատանքներ։ Այսօրվա դրությամբ իրականացում է աշխատանքները քաղաք Մարտունում, Հերհերի համայնքում, Սոս համայնքում, Թաղավարտի համայնքում։ Ճարտարում իրականացվող շինարարական աշխատանքներին Արա Հարությունյանը անձամբ է ծանոթացել։ Շարունակում են գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, զուգահեռ լայն թափ են ստացել նաև տեղամասային հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։ Ճարտարը կունենա նաև 50 տեղանոց հարմարավետ մանկապարտեզ։ Սամվել Բալայան, Հովիկ Արաքելյան, օր։